մեզ է միացել Ակոսթերթի հայկական բաժնի գլխավոր խմբագիր Բակրատ Էստուկյանը, բարև ձեզ Բակրատ։ Բարև ձեզ, բարի աշխատություն։ Բերեք մի ուշագրավ հանգամանքից սկսենք։ Երևանում Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովին Էրդողանի փոխարեն մասնակցեց Թուրքիայի փոխնախագահը։ Հետաքրքիր է ինչ է Էրդողանին հետ պահեց այս անգամ Երևան այցելելուց։ Արդեն նախապես բնավ չեր այցելած, եթե այցելած ուներ, սա առաջինը վիդելլար, հայտնի է, որ Ալիևի վերաբահությունն է։ Ալիևն ալ չեկավ, դեսագաբով կողացավ, հետապար ես կգարձեմ, թե բոլոր այս որոշումներում մեջ միշտ Ալիևի հետ որոշ դեսակցություններ գգադարեն երկուքը և ըստ այն որոշում կգայացնեն մասնակցելու կամ ինչ մագարտակով մասնակցելու վերաբերյալ։ Թուրքիայի փոխնախագահը ինչ կարևորություն ունի ընդհանրապես Թուրքիայի քաղաքական կյանքում։ Թուրքիայի քաղաքական կյանքում կարևորություն ունեցող միակ անձնավորությունն է նախագահ Էրդողանը։ Անգետուց բոլորը իր քարտուղարներն են, ընդրված մարդիկ չեն, նշանակված մարդիկ են, հետևաբար երբեք անհատական ձանձրություն չունին։ Երևանում Թուրքիայի փոխնախագահին հարցրել են ինչպես եք ձեզ զգում, Հայաստանում ասել ինչպես մեր տանը, դիվանագիտական պատասխան է, չէ՞, կարծես թե։ Դեսեք, որ շատ հաճող անցավ այդ հանդիպումները ընդհանրապես առհասարակ և եկող բոլոր եվրոպական դիվանագիտական շրջանակներն գոհունակությունով արտահայտվեցան գազམ་ագերբչական բոլոր գործընթացներում մասին, հետևաբար իրան այդպես ասելը այո զարմանալի երևույթ չէ։ Հավանաբար պետք եղած ուշադրությունով արդեն թիմավորված է, պատշաճությունները միշտ հարգված են անպայման, հետևաբար ինքան այդպես դպավորվել է, լավ, ուրախ եմ։ Երևանում Մակրոնը կոչ արեց Թուրքիային և Ադրբեջանին բացել Հայաստանի հետ սահմանները։ Այո։ Մակրոնը այդ գոչը ըրավ, այդ գոչը արդեն երկար դարիները ի վեր ցկցկվող ընթացքում է, մենք դարձյալ պիտի գրգին անգամ ընդգծենք, որ այդ մերձեցումին մեկնագետը եղավ Էրդողանի ելույթը, Էրդողանը Արցախյան պատերազմին վերջ ըսավ, որ այլևս հարաբերությունները սառած պահելու պատճառ չէ մնացած, պետք է շարժման անցնենք և բոլորս գիտենք այդ երկու բանակնացներու նշանակումը, անոնց հանդիպումները, ապարդյուն հանդիպումները, քանի որ անտին քաղաքական դուրջ գամքը չկար իրենց ետին, մնացին ցևական և ոչ մեկ զարգացում, այս պահի դրությամբ միակ զարգացումը որ կա, Գարս Գյումրի երկաթուղիի վերահաստատման չանքերն են, կամ Անի քաղաքի Ախուրյանի ափերը միացնող գամուրջի վերագառուցման համար դրսևորված գամքը։ Անգետուր դակավին հարաճընթացը նկատելի չի եղած։ Ամենակարևորը դակավին Թուրքիան պաշտոնապես ներկայացուցիչ չունի Երևանի մեջ և Երևանը չունի Անկարայի մեջ։ Այսինքն երկու երկրներու մեջ, երկու պետություններու միջև դակավին դիվանագիտական կապ անգամ գոյություն չունի։ Իրար ջանցած են պաշտոնապես, այս ճանաչում արդեն 30 տարին ավելի անցյալ ունեցող պատմություն է, բայց երկրորդ փուլը, երկրորդ հանգրվանը կսպասենք 30 տարի է վեր և չի եղած մինչև օրս։ Իդեպ, այսօր թուրքական հեռուստատեսության լրագրողներ են այցելել Գյումրի հայ-թուրքական սահման։ Ինչ կարևորություն ունի Թուրքիայի համար Գյումրի կարճ երկաթուղին, Բակրատ։
Ուրեմն տեսեք, խոսույթը հետևյալն է, ինչ նշանակություն ունի թրիպի ջամփան, կամ ինչ նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքը։ Խոսույթը այդ նշանակությունները շատ չափազանց կարևոր գծվածվին, բայց կորզնականի մեջ ինչ նշանակություն ունի, սա բահուն ներկա դրության մեջ միայն սահմանամերձ երկու քաղաքներու արևդուրի աշխուժացումը, ուրիշ ոչինչ։ Այսինքն միջպետական ճանապարհներու, տրանսիտ ճանապարհներու զարգացումը սա բահուն միայն երևակայական թեմա է։ Թուրքական կողմը գսե, որ մենք այսպեսով պիտի գրնանք հասնել մինչև Կենտրոնական Ասիա։ Էպիտաստիկ, բայց ինչ մինեք, ձախերիկ ինչ ունիք Կենտրոնական Ասիա, հոնգեպերերիկ ինչ ունիք։ Ամենակարևոր թեման ուժանույթի խնդիրն է եթե արդեն գազամուղ խողովակաշարեր, նավթամուղ խողովակաշարեր արդեն կառուցված են, անգարտին, որ արևդուրը գա, որ ջամպա չէ կդեր և չէ գայացեր, եթե ջամպա ալա պիտի գայանա, ջամպա չդալուն համար գեցեր է։ Ուրեմն այս խոսույթը իբրև խոսույթ, իբրև ջարախոսություն մենց իմաստներ կբարունակի իր մեջ, բայց կորզնական կետնի վրա որն է այդ մեկը հստակ չէ։ Այո, գարց Գյումրի երկաթուղին եթե բացվի, ինչ մի փոխվի, զբոսաշրջիկները նախապես արդեն միայն այդ ուղղությունով գերտային գուկային երկու երկրներու միջև։ Սամակային թուր արդեն խորհրդային ժամանակներուն գոյություն չուներ, միայն այդ երկաթքիծը գար, եւ այդ երկաթքիծը Հայաստանի անկախացումն միջոցի ետք փակվեցավ։ Արցախյան պատերազմի զարգացումները պատճառաբանելով Հայաստանը շրջապագովի մեջ բահելու թուրքական ռազմավարության որպես գեդերեն մեկը փակվեցավ այդ սահմանի անցքնալ, երկաթուղիի անցքնալ, բայց վերահաստատվին է ինչ պիտի փոխվի, ավելի թյուրին պիտի դա գարսեն Երևան էր տալը, Երևանեն գարս խալը, Գյումրիեն գարս խալը, անգյանտին ինչ պիտի ըլլա։ Բակրատ, ամբողջ հարցը այն է։ Այդ երկաթուղին կործած ժամանակ Հայաստանի անկախացման առաջին շրջաններուն ոչ միայն թեպի Թուրքիա, Թուրքիա մտնելով շատ դյուրավ մարդիկ կհասնեին Սուրիա, շատ դյուրավ մարդիկ կհասնեին Հալեբ, նույնիսկ Բեյրութ, Լիբանան։ Բայց անգյանտին ինչ մեծ նշանակություն ունի որ։ Մյուս կողմից կարծես թե Թուրքիան աջակցում է ամերիկյան ծրագրերին Կովկասում, օրինակ դուք նշեցիք թրիպը, թե այդպես չէ։ Այո, աջակցում է, որովհետև նախ Թուրքիան գուզե իր հարաբերությունները լավ բահել Թրամփի հետ, չուզեր Թրամփի հետ հագարակ թիրքի մեջ ներգայանալ։ Վերջապես տաշնագից են երկուսն ՆԱՏՕ-ի անդամ երկիրներ են, բայց այսօր ՆԱՏՕ-ի նշանակությունն ալ փանավեճին դարձած է։ ՆԱՏՕ-ն ինչ կնշանակե։ Երբ որ խնդիրը հոտ կհասնի, այս անգամ Թուրքիան Եվրոմիության համար կարևոր կորզընկեր մգրնա լալ, արտարև Էրդողան հայտարարություն մղավ, սա որ Եվրոմիությունը մեզ համար այնքան էական նշանակություն չունի, ինչ որ Թուրքիան ունի Եվրոմիության համար։ Մենք ձեզ այդքան գարոտ չենք, բայց դուք մեզի գարոտ եք գսավ։ Ասալ մարդագրաբեր մներ, ասալ ասպարեզ գարտալու եղանակ մներ, մեծ խոսիկություն մներ, բայց այդ մեծ խոսիկություններով ինչպես քաղաքականություն դերողություն, ինչպես քաղաքականություն պիտի գրնան մշակել, այդ մեկը հստակ չէ։ Խոսույթները չափազանց են, բայց իրողություններն դեղն ու դեղանքին կեցած են։ Երևանում, Բակրատ, Հայաստանը եւ Թուրքիան ստորագրեցին Անիի կամրջի համատեղ վերականգնման մասին փաստաթուղթ։ Անկախ միջպետական հարաբերություններ կլինեն, չլինեն, անհասկանալի է, անի գնալու հնարավորություն է բացվում։
Եթե կամուրջը պիտի փածվի, բնականաբար այս հարցումը պիտի հարցնենք անշուշտ։ Այդ կամուրջը ինչի պիտի ծառայի։ Ինչ լուսանկարենք պիտի կամուրջը, թե ոչ իրարու պիտի գրնանք այցելել այդ կամուրջեն անցնելով։ Հավանաբար պետք է խնդիրը հասնի դեպի խոն, ուրեմն այդտեղ նա սահմանատուրը պիտի լա, թե ոչ ադիգա պատմական նշանակություն ունեցող սիմվոլիկ բան լալով մեր դիմացի պիտի կանգնի։ Այդ կամուրջը հրատինքին երազանքն էր, բայց ոչ միայն պատմական ավերված հուշագոտողի վերագանքնումը, այլ նզական երկու երկիրներու հասարակության իրարու հետ շփումի միջոցը։ Վերջապես այդ կամուրջի խզումը ժողովուրդներու իրարու հետ գաբի խզումին ալ խորհրդանշական ապացույցն է։ Եթե այդ վերականգնվի, ուրեմն պետք է ժողովուրդներն իրարու հետ կարենան փոխադարձ այցելել։ Եթե այդ այցելությունը պիտի չլա, նշանակությունը հաբա ինչ պիտի լա, միայն լուսանկարվելու համար պիտի լա։ Թուրքիան չի շտապում սահմանը բացել նաև երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հիշում եք, մենք այս մասին խոսել ենք եւ ասում են ամենաարագը դա է լինելու, բայց դա էլ չի լինում։ Դուք ում եք պատկերացնում երրորդ երկրի քաղաքացի այդ սահմանով անցնող, եթե այդ դա տեղի ունենա։ Ադիգա բոլորովին արդեն խնդիրը ցկցկելու եղանակ մներ։ Դրամապանական ոչ մեկ բան կար այդ ելույթին մեջ։ Ինչ նշանակություն ունի սահմանի անցագետը, որ երկու երկրներու քաղաքացիները իրար անջատած է, մենք այդ անցագետը վերապանանք, բայց մեր քաղաքացիները թող չօգտվեն։ Հաբա ով երրորդ երկրներու անցակիր ունեցողները։ Սա արդեն իր մեջ անդրամապանական խոսույթ մներ, անդրամապանական պատմություն մներ, մեկ է դիվանագիտական անցակիր ունեցողները։ Ուրեմն Թուրքիայի եւ Հայաստանի պատվիրակությունները ավելի հեշտ իրարու դերտային բիդիկային եւ այդքան ադորամարտությունը պիտի բացվի։ Սա անընդունելի երևույթ է։ Այժմ մենք սահմանի թուրներում բացվելը որ գսենք, նախ եւ առաջ անմիջական այդ դարաշրջանի մարդոց արևդրական հարաբերությունները կգանխատեսենք, ինչ որ Էդիրնեի Ադրիանապոլիսի բարական այդպես է, բուլղարացիներ Թուրքիա գոքան ավելի աժան էսելով քնումներ գնեն, խոհանոցային քնումներ, իրենց ամսական խոհանոցային գարիկները Թուրքիայի գողոքան գնացնեն ինքնաշարժներու սնդուգուկ եւ գվերատարնան։ Նմանը գմադայի ստանի սահմանին այս անգամ Թուրքիացիներ գերտան եւ այնինչ որ իրենց երկրի մեջ չեն գտար, Հունաստանեն գպերցնեն ինքնաշարժներու սնդուկները գվերատարնան Թուրքիա։ Հայաստանն ալակնկալված բնականաբար այս պիտելներ, եթե սահմանատուրը բացելներ, ինքնաբերաբար Հայաստանցիք պիտիկային գարսեցիք պիտերտային Հայաստան, արևդուր պիտինեին, այդ տեսակի առաջին հերթին արդեն ադե, բայց ընդանուր նշանակությունը երկրի սահմաններում բացելալն է, որ սա համաշխարհային քաղաքագիր հարաբերություններու հիմնական դառն է։ Այսօր Թուրքիան սահմանները փակ երկիրը հանգամանք ունի նկատի ունենալով Հայաստան-Թուրքիա սահմանը։ Եվ այստեղ Հայաստանը գոհ չէ, Հայաստանը սահմանը փակողը չէ, սահմանը փակողը Թուրքիան է։ Եվ այդպես լավ հանդես, եթե սահմանը փանալու համար դարձյալ նախապայմաններ պիտի փնտրե, նախապայմաններ պիտի առաջարկե, պետք չէ լսե Հայաստանը այդ նախապայմանները։ Սա իր գամքներ 30 տարի փակ բայեց, այսօր եթե փանալ բերքել, թող փանա, եթե պետք չէ, իրեն սերնդու չէ, թող այսպես շարունակե։ Մենք 30 տարի այդ սահմանը փակ եսելով զնգաչոք չեղանք։ Հայաստանը զնգաչոք չեղավ, ինչ որ իրենք կակնկալ էին։ Հայաստանը շիրշափագումի մեջ պահելով գգարձեին, թե Հայաստանը զնգաչոք պիտի լա, ավելի քան 30 տարիներ զնգաչոք չեղանք։ Այսօր իրենք է որ գխոսին սահմանը փանալու կարևորության մասին, ուրեմն թող առաջընթաց արձանագրեն։ Դե հիմա էլ այդ առաջընթացի համար նրանց պետք է հայ-ադրբեջանական պայմանագիրը։
տեսեք, անոնց գանխապայմանները անվերջանալի են։ Սա ցկցկելու եղանակ է։ Որովհետև Բաքվին թույլտվություն չեն ստացած, իբրև պատճառաբանություն հիմա էլ ազհարաճ կքշեն։ Մինչ այդ Բաքուն այլևս շրջափակում մեջ չէ Հայաստանի հանդեպ։ Բաքուն իր ճամփաները փածած է Հայաստանի արևտուրին։ Քնածքներով ահագին ավրանք գմտնե Հայաստան Ադրբեջանի ճամփով։ Հետո շատ հագասական երևույթ ունի այստեղ։ Բակրատ, այս անգամ Թուրքիայում ապրիլի 24-ի արձագանքը ներսում այդ տարելիցը նշել է նման էր նախորդ տարիների միջոցառումներին։ Նման էր վերջին 2-3 տարիներուն։ Բայց նման չէր անցնող 10 տարիներու, 8 տարիներու, 15 տարիներուն։ Անցյալին, որովհետև այդ 8-10-15 տարիներ առաջ ամեն տարի հրաբարակներու վրա զանգվածային բնույթով գլխշադակվեր ցեղասպանության զոհերը եւ վերջին 3-4 տարիներն է որ այդ թուրը փակվեցավ։ Այդ թուրի փակվելը սկսավ համավարակի փերման փողոցնելու արկերկներով, adică բادرվագեր, բայց իրավացի բادرվագեր, իսկապես ամբողջ երկիրը փակված էր, հետո ոչ ոք արարգեց, մարդիկ հոժարեցան արցանց միջոցառումներով այդ հիշադակումը շարունակելու, բայց 2 տարի վերջը արդեն այդ սահմանափակումը վերացավ, պետք էր բնականon ընթացքին դառնալ, բայց չգրցանք դառնալ։ Այդ միջոցառումը գազམ་ակերպողները դարձյալ նույն իշխանություններուն թիմում կատարեցին հրաբարակներու վրա, փողոցներու վրա հիշադակում գազམ་ակերպելու համար եւ մերժվեցան ամեն անգամուն։ Այս տարի ալ մերժվեցան։ Ուրեմն սա երրորդ տարին է որ գմերժվին այդպես։ Անշուշտ փակ սրահներու մեջ, թահլիջներու մեջ այդ հիշադակումը ընելու արկելքը չկա եւ ադոնքալ եղան զանազան գազམ་ակերպություններ թահլիջային միջոցառումներով, փանախոսություններով, փանելային զրույցներով անդրադարձան 1915 թվի ցեղասպանության այդ մեծ ոճիրին, բայց փողոցի վրա մգարելի չեղավ եւ սրահներու մեջ եղածին արձագանքն ինքնաբերաբար ավելի նվազեր, քան թե փողոցներում վրա։